ամեն ժամ պետք է աղոթել և չձանձրանալ։ Սիրելի հավատացյալներ, Քրիստոսի այս խոսքերը այնպիսին ներշնչվական ունեցան ամբողջ քրիստոնյա աշխարհի համար, որ աղոթք եղավ Լորի սիրտը, հավատքի սիրտը, առանց աղոթքի քրիստոնեություն չի կարող գոյություն ունենալ։ Աղոթքը մարդուց հոգեկան շնչառությունն է, ինչպես մեր ֆիզիկական մարմինը շնչառության կարիք ունի, այնպես էլ մեր հոգին աղոթքի կարիք ունի, առողջ մնալու և հավերժորեն ապրելու։ Աղոթքը այն աղոթությունը, որ մենք ունենում ենք մեր ստեղծիչի հետ, կյանքի պաշտպանի հետ, մեր խոսքով մեր գոյությանը հետ, որը Աստված է։ Աղոթում ենք եկեղեցում կիրակի սեղանի շուրջ քննելուց առաջ աղոթանալուց։ Աղոթքը մեր գոյության հետ շաղախված է և ոչ թե կամավոր է պարագայական մի բան։ Աղոթքը բառ և խոսք չէ, մարդ կարող է շատ խոսել, բայց չաղոթել։ Սակայն կարող է ոչ մի բառ չարտասանել, բայց զգացումով աղոթել։ Մեծ իմաստներից մեկն ասել էր. աշխատանքի ինքը թանձրացիան աղոթք է։ Պողոս առաքյալն էլ ասում է՝ մի ձանձրացեք բարի գործերից։ Բարի գործերը աշխատանք կատարելը մարդուս համար աղոթք է, Աստծու կողմից մեզ տրված կարողությունների արժևորելն է։ Աշխատող մարդը չի կարող անկեղծ աղոթել, որովհետև աղոթքը միայն ձեռքերը բարձրացնել չէ կամ հաճախել։ Աղոթքը Աստծու կողմից մեզ տրված կարողությունների արժևորումն է մեր կյանքում և գործում։ Աղոթքը ունենում է տարբեր հասցեներ։ Աղոթքի հասցեն կարող է լինել անձի մեղք, ապաշխարության աղոթք, կամ աղոթք կարող է լինել ուրիշի համար, բարեկամի համար, բարեկամի համար։ Աղոթքի հասցեն կարող է լինել մեկ ուրիշը, ազգի եկեղեցի հայրենիք։ Երեկ սիրելի հավատացյալներ, սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետության անկախության օրը։ Բոլորիս աղոթքը պետք է ուղղված լինել դեպի մեր հանրապետություն։ Մենք հայերս շատ ենք սիրում ժողովրդական այն խոսքը գնամ մեռի, արի սիրեմ, որովհետև մենք ապրում ենք և սիրում ենք ապրել անցյալ։ Շատ եմ զրուցել այն մարդկանց հետ, ովքեր ապրել սովետ միության տարիներին և գործել են, և շատերը գոհությամբ, հրճվանքով ուրախությամբ և պայծառությամբ են հիշում այդ տարիները։ Չեն մտածում աշխատանքի, սննդի, գումարի և նույնիսկ պատերազմի մասին։ Եվ ամեն անգամ ես հարց եմ ուղղել իրենց. իսկ ինչու ձեր դուրս գալած հրապարակում կորացիք անկախություն, եթե այդքան լավն էր, ինչու չթողեցիք, որ մենք էլ վայելենք այդ կյանքը։ Հիմա մենք ունենք 33 տարեկան անկախ պետություն, սակայն շատերս չեն գիտակցում դրա կարևորությունն ու անհրաժեշտությունը։ Շատ ազգեր տարիներ շարունակ պատերազմի մեջ են, որպեսզի անկախություն ունենան, իսկ մենք ունենք մեր հայրենի ու պապերի շնորհիվ, ովքեր համախմբված միասնական հասան այդ ցանկալի անկախությանը։ Պետք է հասկանանք, թե մենք ինչից ենք հրաժարվել և փոխարել ենք ինչու։ Հրաժարվել ենք այսպես ասած անուղ կյանքից և ձեռք ենք բերել անկախություն, բազմաթիվ խնդիրներով, վեհերով, չդադարող պատերազմով, անարդարություններով և այլն։ Բայց ինչ խնդիրները լինել մերն են բոլորը, ուրախությունները մերը, խնդությունները մերը, ցավները մերը հայրենիքի բոլոր կողմերով, դրական թե բացրական մերն են։ Աստված երկնքից հրեշտակներ չպիտի ուղարկի մեր կյանքը փոխելու բարելավելու համար։ Մենք ենք Աստծո գործակիցներ այս հողի վրա։ Մեր աշխատանքով, մեր ջանքով պետք է զորացնենք մեր հայրենիքը։ Մի բան պետք է սովորենք ցավից, լինենք համախոհ, միասին, միակամ և միաձայն։ Այդ ամենից հետո որ աշխարհը մեզ կհարգի և մեր զավակը մեզ կօգնի։ Եթե մի զավակի հորն ու մորը անտեսի, որովհետև հայրն ու մայրը հիվանդ են, անիծված լինի այդ զավակը։ Իմ հայրն ու մայրը, որ իմ կյանքի պատճառն են եղել, ինձ կաթ են տվել, սնունդ են տվել, ես նրանց հանդեպ միայն երախտագիտություն կարող եմ ունենալ։ Հայրենիքը, որը մեր պատմության կյանք է տվել, այս հայրենիքը ցավ ունի, բայց մենք ենք, որ պիտի դարմանենք, մենք և ոչ թե դրսից պիտի սպասենք, որ գան մեր ցավերը ուրիշները բժշկեն։ Եկեք աղոթենք առ Աստված մեր հայրենիքի շիրության համար, որովհետև նա ով հայրենիք չսիրի, նա ինքն չի կարող սիրել։ Հայրենիքը միայն հողը չէ, հայրենիքը հողի մեջ իր և ձեր հայրենի թողած հմտություններն են։ Ես ով եմ կամ դուք ով եք, իբրև հայ առած այս հայրենիքի։ Հայաստանը պատկերն է մեր ժողովրդի կյանքի։ Մենք մաս և բաժին ենք, միս և այլ ունենք այդ ժողովուրդը։
Պետք է հասկանանք մեր մասնակցությունը պատկանելությունը քրտինքով արտահայտել եւ ոչ թե անցյալի հիշողություն։ Անցյալի հիշողությունն ուժ է տալիս մեզ, բայց մենք ապրում ենք ներկան եւ ապագան։ Միշտ պետք է հիշենք, որ այս ներկայով է ձևավորվում մեր անցյալն ու ապագան։ Այս ներկան պետք է արժևորենք եւ կարեւորենք, որպեսզի այն հետագայում դառնա հաճելի հիշողություններով անցյալ եւ բարեկեցիկ ապագա։ Շնորհք, սեր եւ խաղաղություն Տիրոջ եւ Հիսուսի Քրիստոսի ցեղից ձեզ տանես։